Սիրելի բնակիչներ, Վաղարշամատ համայնքի սիրելի բնակիչներ, մասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը տվեք ձեր նախընտրած թեկնածուներին, երբեք ու երբեք չթողնեք, որ ձեր փոխարեն ուրիշները որոշեն ձեր ճակատագիրը։ Փողոցից փողոց, համայնքից համայնք Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը շարունակում է հանդիպումներ բնակիչների հետ, առանց բաց թողնելու որևէ հնարավորություն մարդկանց լսելու եւ նրանց մտահոգությունները տեղում հասկանալու համար։ Այս անգամ կանգառը Զվարթնոց բնակավայրներ։ Քարոզարշավը մի պահ ընդհատվեց Զվարթնոցի բնակիչների ջերմ ընդունելությամբ։ Այս մեր ծրագիրն է հիշեցման թերթիկը, ընտրություններին մասնակցելու եք, ձեր հետ էլ, եթե հարմար կգտնեք մեր ծրագիրը, միասին կյանքի կկոչենք։ Եղավ, լավ եղավ, հաջողություն ձեր հետ էլ մասնակցելու եք, չէ՞ ընտրություններին, ապրեք։ Ինչ տամ։ Ձեր տղան է։ Բարև ախպեր։ Սիրելի Վաղարշապատցիներ։ Ոտքով շրջելով տարբեր թաղամասերում Մանուկյանը իր թիմի հետ հավաքագրում է համայնքի առօրյա խնդիրները։ Ինձ թվում է, թե գյուղական համայնքներում հիմնականում նույն խնդիրները կան։ Մեն պարզվեց չէ, լավ էլ տարբեր խնդիրներ կային։ Մեր համայնքում քաղաքաբնակների մոտ շատ տենում են, որ պուրակների պակաս կա։ Օրինակ Զվարթնոցում որոշ բաներ ավելացել, հա, պուրակը ավելացել, բայց դե էլ ինչքան ծառ տնկենք, ինչքան է թթվածինը շատելն է, ինքան հաճելն է։ Հետո երեխեքի համար պիկարենենք, այնտեղ տարածքներ տեսապարապ, դրանք կարանք օգտագործենք մի բան երեխեքի համար ստեղծեն։ Խնդիրներ շատ կան, բայց ամենաշատը բնակիչներին անհանգստացնում է թափառողջների հարցը։ Մենակ այդ թափառողջները հերիք են մեզի։ Մեր երեխեքին առավոտը տարդեպրոս գնաբեր կամ մանկապարտեզ, չգիտենք, թող մի բան անեն, վախենում ենք։ Մանուկյանը նշում է, որ խնդիրը լավ ծանոթ է իրեն եւ արդեն մտածում է այն լուծելու տարբեր ձևեր, այնպես որ եւ կենթանասերների սրտով լինի եւ բնակիչների համար ապահով։ Նախկինում գոյություն ուներ ոստիկանությանը կից շների վարժեցման կենտրոն, որտեղ տանում էին եւ շներին վարժիմը, այդ մասը ազատ է մնացել։ Պիտի փորձենք այդ գերատեսչություններին համապատասխան դիմելով կարողանանք փոխադարձ համաձայնություն գտնել մեր ժողովրդի շահը սպասարկելու համար, այսինքն այդ շներին տեղակայել այնտեղ եւ ստեղծել այդ պայմանները, հիմա միջազգային կառույցներ կան, որոնք նպաստում են նման ուրեմն կառույցների եւ ստեղծմանը եւ նաեւ խնդիրներին են աջակցում։ Բոլոր սոցիալական խնդիրների ձատ Մանուկյանին ամենաշատը մտահոգում է համայնքի բարոյահոգեբանական վիճակը, ըստ նրա պետք է վերացնել լարվածությունն ու բերել ներքին համերաշխություն, որն էլ մնացած ամեն բանի հիմքն է։ Սադամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։